անգամ փաստում է, որ մեր որդիները զուր չեն գնացել։ Ես կցանկանայի, որ մեզանից յուրաքանչյուրը իր աշխատանքով, իր ապրելով արժանի լինել այս մեր երիտասարդների թափված արյանար։ Ես շատ չեմ ուզում խոսել, որտեվ դպրոցի տնօրենը այնքան գեղեցիկ ներկայացրեց Տիգրանի կյանքը, նրանց էր ճանապարհը, որ ես երևի չկարողանամ։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Տիգրանի եւ մյուս հայրենիների ծնողներին, որ ծնան, բերեցին, դասիրակեցին հայրենիքը սիրող, հայրենիքի նվիրյալ ժառանգների, փառք մեր որդիների։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան։ Արգելի կինոզերծիներ, արգելի ծնողներ, զինծառայողներ, այսօր բացվեց ևս մեր հուշախար եւ ամեն անգամ որ բացվում է, չգիտես ինչ խոսք ասես, որ հասկանալի լինի մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի։ Այսօր մենք կերտում ենք այս պատմությունը ապրիլյան պատերազմի մեր Տիգրանի եւ մյուս հերոսների, կերտում ենք, որպեսզի մենք փոխանցենք մեր սերունդներին։ Հուշաքարերը այնպես չեն տրվում ուղղակի։ Տրվում են, որպեսզի միշտ մենք հիշենք։ Իհարկե այստեղ հենց այն տանը, որտեղ բնակվել է Տիգրանը, մեծ սխալագործություններ է կատարել, եղել է շատ լավ տանկիստ, պայքարել է 8 տանկերի դեմ, եւ նա իր կյանքն է տվել հանուն հայրենիքի, այսօր իրենց տան մոտ հուշաքարը բացվել։ Բնական է ամեն անգամ, երբ որ իր ընտանիքի անդամները, ծնողները դուրս գան, անպայման պետք է տեսնեն այս հուշաքարը, հիշեն, եւ պատահական չէ, որ ամեն մի անցյալ նույնպես պետք է հիշի մեր բոլոր հերոսներին։ Մենք ևս մեկ խոշոր հուշահամալիր ենք բացելու այն փողոցի վրա, որը անվանակոչեցինք մեր հերոսների անունով, եւ երևի այս ամսվա սեպտեմբերի մեջ անպայման մենք պատրաստ կլինի երկու բացենք։ Այո, պետք է բարձր պահենք նրանց հիշատակը, փոխանցենք մեր սերունդներին, անենք ամեն ինչ, որպեսզի նաեւ մեր սերունդներին կարողանանք այսպիսի հայրենասիրությամբ դաստիարակել։ Հավերժ փառք մեր հայոց անմահ հերոսներին։ Սիրելի բարեկամներ, մեր այս հարցարարությանը մասնակցում է Պաշտպանության նախարարությունից Գնդապետ Սարգսյանը, խնդրեմ։ Արարողության հարգարժան մասնակիցներ, Տիգրան հերոսական անունը կրող ջուջազնի սիրելի ծնողներ, հարազատներ, ծառայակից ընկերներ։ Իր պատմության ընթացքում հայ ազգը սերնդեսերունդ փոխանցել է զինվորի ոգու հավաքականության եւ ազգային գաղափարական ուժի լույսը, որը անմար Փարոսի պես մշտապես առաջնորդել է մեզ դեպի ապագան։ Մեր բազմադարյա պատմության հայրենիքի պաշտպանության համար մակարոնների, հաղթանակների եւ անձնական սխրանքի դրվագներով հարուստ հավերժական շղթա է, որի արդիողակը կերտեցին ու այս պահին շարունակում են կերտել մեր նորօրյա անկախության սքանչելի սերնդի հերոսները, ցավոք երբեմն կյանքի գնով։ Դարավոր թշնամու սանձազերծած քարորյա պատերազմում ընդհատվեցին երազանքներով ու ապագայի ծրագրերով լի երիտասարդ արորտիների կյանքեր։ 2015 թվականի ապրիլի 3-ը վիճակված էր այդպիսին լինել նաև 23-524 օրամասի առաջին տանկային վաշտի, առաջին տանկային դասակի, երկրորդ տանկի մեխանիկ վարորդ Շարքային Տիգրան Արամիկ Աբգարյանի համար։ Նա իր հրամանատար Ներսես Եղոյանի և նշանառու Վլադիմիր Ալիխանյանի հետ արհամարելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը դուրս է եկել կրակային բնակից, առաջ շարժվել դեպի գրողող թշնամին, ընթացս կրակով ոչնչացրել հակառակորդի տանկերը և ճզմելով բազմաթիվ գրոհայինների, բայց անհավասար մարտում թշնամու արձակված բազմաթիվ արգերի տարապից խոցվել է և հերոսաբար զոհվել։ Մենք այսօր այստեղ ենք, մեր խոնարհումը բերելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար անձնվիրաբար զոհված Տիգրան Նվիրյալի անմար հիշատակին, երախտիքի խոսքեր ասելու իսկական տղամարդ դաստիարակած նրա հորն ու առյուծածին մորը։ Իրավի, հանճարեղ ու ճշմարիտ են մեզ Նժդեհի,
Մայրերի ապի մեջ պիտի փնտրես ազգի ճակատագիրը խոսքերը։ Սիրելի ծնողներ, հարազատներ, գիտեմ, որ անդառնալի է ձեր կորուստն ու վիշտը, բայց գիտեմ նաև, որ հերոսացման պահին նրան առաջնորդում էր հենց ձեր ծնողների հարազատների հանդեպ սերը, ձեզ և մեզանից յուրաքանչյուրին պաշտպանված ու անվտանգ տեսնելու վճռականությունը, ինչն անսահման հպարտության ու երախտիկի վեհությամբ է լցնում մեր սրտերը։ Ձեզ զավակի և նման հայրենիների անունները ոսկե տառերով կամրագրվեն հայոց երկրի պատմության էջերում ու այսուհետ կհնչեն մեր օջախներում որպես հարինանվիրումի խորհրդանիշ։ Վկայություններից ամենաթարմը թերևս այս խաշկար հուշախտուրի բացումն է, շնորհակալ ենք, որ ձեր որդուն եք փոխանցել հայրենիքը պաշտպանելու մեր նախնյաց սրբազան պատգամը։ Հավաստիացնում եմ, որ գործը կատարածի գիտակցությամբ հայոց զինուժը վստահաբար շարունակում է սրբազան առաքելությունը, որ հայ զորականը այսուհետ ևս պատվով կկատարի իր գլխավոր անելիքը, մեր հայրենիքի սահմանների անդառնախելության ու հայ ժողովրդի անվտանգության ապահովումը։ Հավերժ Պարզ Տիգրան Աբգարյանին և հնորյա ու նորերավ մեր բոլոր հերոսներին։ Շնորհակալություն։